Խնդրում եմ իմ հետ դուքով խոսացեք։ Քննարկվեց այն տեսանյութը, երբ Սուպեր Սաքոն եւ Հրուշը մտան Դվին հյուրանոց։ Երկար թեւեի հագել, որ դաջվածքներս չերևա, այդ ձեզ շնորհքով բան գնացել եք ու գրել էին բարդակ են, բայց որ իրար մեր են քֆրտում, այդ շշերով իրար են խփում բարդակ չի։ Լույսի փող չունենք։ Մամաս մոմ էր վառում գիշերը։ Գումարը փոխեց Սուպեր Սաքոին։ Լոս Անջելեսում որ անեմ 2000 հոգի մարդ պիտի հրավիրեմ։ Սովորեցում ենք, որ մի այլ երկրում անենք, որ լիքը մարդ չկարողանա։ Հայկական հարսանիք սպասվում է Սուպեր Սաքոից։ I'm never gonna dance again։ Ձերը բռնած աղոթեցի ու ասեցի, որ գնա։ Ինքը հանգիստ գնաց։ Ողջույն, Թերթեյմ Լայֆի եթերում առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք երգիչ Սուպեր Սաքոյի հետ։ Ողջույն, Սաքո։ Ողջույն։ Այս անուն առանց ֆիլտրերի, հա։ Լավն է։ Շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ հանդիպման համար։ Գիտեմ, որ կարճ ժամանակով ես Հայաստանում, բայց հասցրեցինք։ Ես ընդհանրապես որոշել էի ինտերվյու չտայի, բայց ձեր երկրպագունն եմ ես ձեր։ Օ, շնորհակալ եմ շատ։ Ճիշտ ասացի, չէ՞։ Շատ, հա։ Ուզում եմ հարցնել ոնց եք, որովհետև վերջի շրջանում բավական բարդ, չէ, նորից որտեղ որոշել էինք դույով։ Ուզում եմ նախ հարցնել ոնց ես, որովհետև վերջի շրջանում բավական բարդ փուլ հաղթահարեցիր։ Խնդրում եմ իմ հետ դուքով խոսացեք։ Հենա նկարում։ Այսպես կդնեք, բայց ստոպ կադր էլի։ Հիմա ինչ նորից սկսեմ։ Չէ, նորմալ է շա։ Դուքով գնամ։ Առողջական խնդիրն է, այո, տենց մի։ Մի հատ բայց հարցը ստամ նոր էլի։ Հա, ասա։ Էս ինչ ինտերվյու։ Չէ, ասա, հենց էլ պիտի դինի էտա պայմանը։ Եթե մոնտաժ եք անելու, ես չեմ ուզում։ Չէ, շարունակում ենք, հարցը ստամ շարունակենք։ Հիմա դույով թե դուքով։ Ոնց ուզես։ Քանի որ վերջին շրջանում բավական բարդ էր քեզ համար սրտի ստենդավորում, որին հաջորդեց հայրիկի կորուստը, ուզում եմ իմանալ ոնց ես հիմա քեզ զգում ու այդ բարդ փուլը ոնց հաղթահարեցիր կյանքում։ Շատ լավ եմ զգում ինձ, ես չեմ համարում ոչ մի բան բարդ։ Ինչ որ պահեր եղավ, շտկեցինք։ Կյանքում գիտես ոնց պիտի նայես կյանքին, ամեն մարդ իր սենց նայելու ձև ունի, չէ՞ տեսանք։ Ես նայում եմ, որ կյանքում խնդիրներ չկան, միայն կային լուծումներ։ Այսինքն եթե մի հատ խնդրեմը դու ինքդ քեզ ես ստեղծում քո մտքի մեջ խնդրեմը, այսինքն եթե մի հատ խնդիր է լինում, դրա ամեն ինչի լուծումը կա։ Ես շուտ եմ զայրանում, բայց նույն ժամանակ փորձում եմ, գիտես ինչ, բնավորությունը հենց որ 2 րոպե հետո հաց շնչեմ արտաշնչեմ, ես կարող եմ հանգստանալ, կոմֆորտի մեջ լինեմ, հա։ Ստենդավորումը դե տենց մի հատ պերիոդ էր, որ առողջականս ես չէի հետևում ու ինձի ոնց որ Աստծո կողմից ես կարծում եմ, որ զգուշացում էր, որ լսի տղա ջան, մի քիչ քեզ հետևի։ Ու հիմա այդ եմ անում, ավելի մի քիչ փորձում եմ առողջական ուտել, կյանքս ստեցեվի վարել։ Ոնց ասած, պապայիս կորուստը այն որ մարդ չի լինում կյանքում նորից հասկանում այդ պակասը թե ինչ էր նշանակում քո կյանքում էլի փորձում եմ որ իր ապրած կյանքը ես տոնեմ ոչ թե չապրածը սքամ այսինքն հիշում եմ մենակ լավ բաները իր հումորները իր չոր հումորները իր որ ինքը միշտ ուզեցել էր անի բայց չէր կարացել անել փորձում եմ դրանք ամեն ինչի ես անեմ կատարեմ ու այդ դրանով ես ինքս ինձ մխիթարում եմ։ Ինչ էր ուզում վերջին ցանկությունը որն էր։ Ինքը միշտ անընդհատ ինձ ասում էր որ խնդրում եմ Հայաստանում հերիքատ հյուրանոցներում մնաս բան տուն առ որ վաղ միսօր թորներս իմանամ Հայաստանում տունը այդ իր երազանքները ես կատարեցի։ Կատարեցի։ Մի հատ չէ, մի քանի հատ։ Գիտեմ, որ ինքը շատ նրբանկատեր ու շատ էր սիրում արվեստը գնահատում, նկարների կոլեկցիոներ, չէ՞։ Նկարների, արձանների ինքը պապաս կապելայում է երգ է եւ վոկալի դաս է տվել, մամաս ու պապաս այդ ձևի են ծանոթացել իրար, պապաս մամային վոկալի դասեր էր տալի։ Մեր ընտանիքը եղել է երաժշտական ընտանիք։ Քրերս Չեկիջյանի մոտ տենց դաշնամուրի մանկական օպերա մամաս երգչուհի եղել ինձ էլ փոքր վաղ տվել էին կարատեի անիմաստ հետո մնացածը բոլոր երաժշտությունը թողեցին ու ես ինքս ինձ վերցրեցի եւ սարքեցի որպես կյանքիս կարելա
Գիտես, երբ որ սրտիդ վիրահատությունը եղավ այդ օրը, ես դրամատիկական թատրոնում հրավիրված էի պրեմիերայի ու ձայնային հաղորդագրություն եկավ, բնականաբար չկարողացա լսել ու հետևից ինչ որ նախադասություն եկավ, սուպեր Սաքոյի սիրտը վիրահատել են, մի հատ արագ ճշտի լուրը ու ես հիմա չգիտեմ ինչ անեմ, կամ պիտի դահլիճից դուրս գամ, բնականաբար Լիլիթին առաջինը դուրս եկավ, զանգեցի Լիլիթին, պրոդյուսեր Գալստյան, ու գիտես ինչ պատմեց, բնականաբար հարցրեցի ոնց է անցել, տրամադրությունը ոնց է, հաջորդ օրը խոսեցինք, ասեց գիտես արդեն կատակներ է անում Սաքոն ու պատմեց ինչ ես ասել, ասում է երբ որ ընկերները մինչև վիրահատությունը զանգում էին, ասում էին այսօր ուր գնանք, այսօր ինչ ժամանցի վայր գնանք, հիմա հարցնում են բժիշկի գնացել ես։ Ճիշտ է։ Այսինքն մի օրում փոխվեց ամեն ինչ։ Մի օրում ամեն ինչը փոխվում է։ Հետո գիտես ինչ, այդ վաղ, չգիտեմ, շատ տենց բարդ բան չէր, ստենդավորումը վերջում հասկացա, սկզբից մի քիչ պանիկա էր մտած, բայց ես ոչ մի բանից չեմ վախում, կյանքում մենակ Աստծուց եմ վախում, ինչ որ լինի կլինի։ Անելուց հետո իմացա, որ շատ հեշտ բան էր, նամանավանդ, որ ես լավ ձեռքերում էի, լավ բժիշկների ձեռքերում էի, աստղիկ հիվանդանոցում էի, ու ինձ կոմֆորտով այդ ամեն ինչ անցավ, հետս ինձ թեթև էին, հա, չմտածես, ասում եմ սաղ ունեմ։ Մհեր Սուսանին վիրահատեց։ Չէ, իմ բժիշկի կարդիոլոգի անունը դոկտոր Վիգենն էր եւ դոկտոր Նարան ստենդավորում արեց։ Շատ հումորով բանով, այնց շատ թեթև անցավ։ Երրորդ օրը արդեն ընկերոջս շատ մտերիմ ընկերոջս եղբորտեղ ու հարսանիքում էի երրորդ օրը, հա։ Իսկ այդ դժվար փուլից հետո մտածելակերպում ինչ-որ բան փոխվեց կամ կյանքի առաջնահերթություններում։ Դե գիտեք ինչ, այդ տենց բաներ ա լինում, պայեր ա լինում, որ նոր զգում ես, որ դու կոնտրոլում չես, այդ կյանքի ղեկը քո ձեռքը չի, էլի, հա։ Ու լյուբոյ մոմենտ կարող է կյանքը ձեռքիցդ գնա։ Սկսում ես մի քիչ ավելի զգուշ լինել, չարաշահես ամեն վատ բաները, այսինքն հոսքի շատ խմելը չի կարելի, շատ վատ ուտելը, ժարիտները կամ ոչ առողջական տենց բաները չի կարելի, շատ ավելի պետք է ակտիվ լինես, մարզվես, այդ բաները մի քիչ կյանքդ փոխում է, էլի։ Բայց լավ բանով, հա, հետևում եմ ինչքան որ կարում եմ, հա, ինչքան որ կարում եմ։ Գիտես ինչը բժիշկիս ինչ էի ասում, որ ասում սենց լիստա տվել, որ ինչ կարամ ուտեմ ու ինչ չեմ կարա ուտեմ ու նայում եմ ինչ պետքա ուտեմ, որ պետքա կարա ինձ, ասում եմ սրանք բոլորը գարդոնի համուն են։ Գարդոն տես ամեն աղը չէ, չես կարա սենց ընենց, բայց այդ մի կարճ շրջան չէ, թե դե չէ, սա կյանքը տենց պիտի լինես, բայց դե կյանքում սենց բան կա, չէ, որ ամենալավ բաները, հաճույքները թույլատրելի չի, չէ, տենց չեն թույլատրում։ Երբ տեսախցիկները անջատված են, լույսեր չկան, բեմից ներքև ես, ինչպիսի Սաքո ես։ Նույնն եմ, ես ոչ մի բան մեջս չունեմ, այսինքն մարդիկ կան, որ այդ իրանց, ես նույնն եմ, երևի դրա համար մարդիկ ինձ ուրիշ ձև են սիրում։ Նույնն եմ, ոնց ինչ ուզում ասում եմ, ինչ ուզում անում եմ։ Իհարկե մի քիչ բան տենց Արմենչիկը միշտ կզանգի ինձ, շուտ հանի է ստորին, քեզ ինձ բան ասեն, ինքը իմ բանն է, քննադատը, պահապան բանը սա, հրեշտակը, հա, այդենց, մի օր ասում է, ապեր որ չզարտնա տենամ, չգիտեմ էլի մի հատ ես ինչ բանն ես դրե, ասում է, ասեցի վայ Սաքո, հեսա զանգեմ մեկ է տենամ 7 ժամ առաջ ես դրե, ասի լավ եսի գնեսի, բոլորը տեսել են, ոտեսի չեկը։ Երբ Ջեյլոն եկավ Հայաստան, այդ բուրըն քննարկման ժամանակ ավելի շատ քննարկվեց այն տեսանյութը, երբ Սուպեր Սաքոն եւ Հրուշը մտան Դվին հյուրանոց։ Այդ ուշադրությունը եկավ ձեզ վրա, Ջեյլոյի համերգը գնաց երկրորդ պլան մի տեսակ։ Հա։ Պատրաստ եք այդ հանրային ուշադրությանը ու եթե չեմ սխալվում, մինչ այդ հարաբերությունները տենց թաքցնում էիք։ Թաքցնելը չենք թաքցնում, պրոստը գիտեք ինչ է, որ եթե ամեն ինչ պետք չի սենց անցյալում ապրել եմ, ես իմ սխալներից եմ, չես որ անցյալում ապրել եմ հրապարակելով ամեն ինչ բան, բայց հետո զգում ես, որ տենց բաները հարամ են լինում, տենց հասկանում ես, ավելի private ու անձնական ամեն ինչը պահելը մի քիչ ավելի լավ է։
էլ չեմ հրապարակում թե ինչ մեքենաներ եմ քշում կամ ինչ իրեր եմ առել կամ ասենի պետք չի տենց ավելի լավ ավելի գիտեք ինչ այն որ մի քիչ մեծանում ես էլ այդ ջահելական այդ բաները մեջից սենց հելնում է իսկ հրուշն էլ ավելի մուչուր ոնց են ասում հայերենով ավելի սենց հասուն մտածելակերպ ունի ու իրանից ես լիքը բաներ եմ խաղում ու սովորում որ պետք չի ամեն ինչ իմանա ամեն ինչ տենա բայց վերջին շրջանում Instagram-ում տեսնում եմ միասին լուսանկարներ ու եթե չհարցնեմ ինձ չեն ների հայկական հարսանիք սպասվում է սուպեր սակոից տենց ինչ որ մանենք գալի որ Լոս Անջելեսում որ անեմ 2000 հոգի մարդ պիտի հրավիրեմ սովորում ենք որ մի այլ երկրում անենք որ լիքը մարդ չկարնա բայց ով էլ որ գա մինիմում $1000 պիտի բերի դա նվերի մինիմումն է որտեվ դրանից այժմ դες լիստ ունեմ ով քծիպա հրավիրված չի չելի իսկ հնարավոր է Հայաստանում լինի Հայաստան, հա, մենք շատ հայկական ձևերով ավանդակը։ Շատ ենք ուզում Հայաստանում, չէ, այդ փողի մոմենտ կատակեր, հեսա չգրեք ֆրտեք էլիս, հա։ No, ուզում ենք Հայաստանում լինի, շատ ենք ուզում, մեր սրտին շատ հարազատ Գեղարդ եկեղեցին ենք սիրում։ Ունդեղ նենց էներգիա ենք ստանում, երբ որ գնում ենք շատ կուզենամ որ Հայաստանում լինի։ Մենք այդ պլաններին ոնց որ առաջի տեղն է։ Ես կլուսաբան եմ, չէ՞։ Հա, ոնց է։ Էքսկլյուզիվ լուսաբան։ Վերաբերմունք ցույց։ Ամեն ինչը վաճառվում է, հա, լուսանկարներ, ժուրնալ, ինտերվյու, սա փողովա։ Բայց այսօրվա մեր հարցազրույցը գումարով չի։ Նիսիայի ցուցակ։ Ուզում եմ խոսենք նաև առաջիկա քո ծրագրերից, գիտեմ, որ շատ հետաքրքիր նախագծեր են սպասվում եւ դու հետ Իվետ Ամուկուչյանի հետ, եւ նաև Արկադի Դոմիկյան, Մանդի ալբանացի երգիչ։ Նախ խոսենք Իվետայի հետ ոնց եք համագործակցում, որովհետեւ երկուսդ բծախնդիր, պահանջկոտ ու կայացած արտիստներ, ոնց է ստացվում համագործակցությունը, ինչ երգ է, երբ է լինելու։ Մենք երկուսս աննորմալ ենք, դրա համար մեր այդ դուետը ստացվում է, այսինքն աննորմալ որ ասում ես, այդ վատ է հնչում, չէ, որ նորմալից դուրս էլի, տենց։ Ստանդարտից դուրս։ Ոչ աննորմալ է։ Չէ, մենք ստանդարտ այդ տուփի մեջից դուրս ենք մտածում եւ այս մի տարի այդ երգն ենք դզում, փչում սարքում բանանում շատ լավ թիմ ունենք որ աշխատել այդ ամեն ինչի վրա երգը ստացված երգ է եղել երգը ուրիշի գրած երգն է ես իրավունքներով վերցրել եմ որ այդ երգը մենք անենք տեսահոլովակը նկարեցինք օրեր առաջ շատ լավ է ստացվել ես անհամբեր սպասում եմ որ իմ հանդիսատեսը տեսնի կլինի իմ պայթյունը որ Էմիի հետ տեսահոլովակը եղավ ժամանակին չգիտեմ Էմիի հետ գիտես ինչ սպեշիալ յուրահատուկ մի հատ ինչ որ բաներ ու անենց դարաշրջանում էր որը տենց բան չկար Հայաստանում բայց հիմա էլ է ակտուալ է Հիմա շատ, այդ երգը այն երգերից է, որ չի մեռնում։ Այսինքն երգեր կան, չէ, որ չեն մեռնում, Hotel California կամ I'm never gonna dance again, չէ։ Դες երգեր կան, որ չի մեռնում։ Եթե դու գնաս այդ երգերից մեկն է, ու դա ոչ ես կապ ունեմ դրա հետ, ոչ Էմին կապ ունի, ոչ բան, դա ինքս ինքյան տենց ստացվում է։ Հասկանում ես, դա որ ուզենամ կրկնեմ տենց մի բան, չես կարա ոնց անես եթե ձևը գիտես անընդհատ կուզենամ անեմ նույն բանը խոսքի Միգնայի հետ որ ասում են ոնց է դա ինքն իրան ստացավ եւ հուսով եմ որ երգը շատ լավն է իմ ու Իվետայի որ ու երկուսիս էներգիան շատ դրական է ես հույսեր ունեմ որ լավ կստացվի հանդիսատեսը շատ կսիրի Դե նաև խոսենք մյուս երգի տեսահոլովակից, էլի օրեր առաջ չնկարեցիք, ոնց բերեցիք Հայաստան Մանդիին, իսկ ամենաբարդ պահը հենց դա էր։ Շատ դժվարությամբ, ուրեմն
Mandy-ին ալբանացի է, բայց նույն ժամանակ ինքը ցիգան ընտանիքից է գալի ու իրանց հետ մի քիչ ամեն ինչը sense տարբեր է, էլի, հետո այդ անից սովորեցի։ Mandy-ն ամենասիրած ինտերնացիոնալ երգիչներից մեկն է, որ ինքը ալբանացի, այսինքն Բալկան շրջանի մանելե ստիլի երգիչ է, մանելեն իրանց Բալկանների ռաբիզն է։ Ու ես տենց տարիների փորձառու ռաբիզի սիրահար եմ, հա, իր երգերը միշտ լսում էի ու իմ երազանքն էր, որ իր այդ երգան էի։ Մի հատ երգ էի արել, որ իրան ուղարկեցի, ինքը շատ էր հավանել, վոկալները ուղարկեց հետ, ու ես այս երգը շատ էի ուզում անեի, ու բայց անպայման ուզում էի մի հատ հայ երգիչ էլ լիներ, այսինքն տրիո լիներ դուետի տեղը։ Ու մի քանի տենց առաջարկներ կար մտքիս մեջ, ում հետ անեի, ում հետ չանեի, բայց շատ լավ ստացվեց Արկադիի հետ ու չգիտեմ, այդ անհամբերս ասում ինչ որ հելնի, շատ շուտով, հա։ Հենց նոր տարվա Մինչև նոր տարի։ Մինչև, հա։ Օ, այս հաղորդումը մինչև նոր տարի է եթեր գնալու։ Հա։ Okay, կհասցնենք։ Այսօր չկտրեք։ Այսօր չկտրեք։ Խոսենք նաև մեկ այլ տեսանյութի մասին, որը կրկին համացանցը ցնցեց Ալեն Սիմոնյանի մոտ գնացիկ ազգային ժողով ու բոլոր լրատվականները գրեցին սուպեր սակոն ազգային ժողովում է։ Հա։ Բայց մենակ սուպեր սակոն չի ազգային ժողով, լիքը հյուրեր են գնում։ Ես ազգային ժողովի բանում չէի, ակվարիումի մեջ նստած եմ, որ պրոստը նայի, էլի, այդ էքսպերիենսը ունեմ, լիքը հյուրեր են գալի։ Հա, այդ վերնագրի գրողները պրոֆեսիոնալ են այդ բանի մեջ։ Ինչ նպատակով էր այդ ազգային ժողովը։ Ուզում էի տեսնել, էլի։ Այսինքն ես սպիտակ տունել եմ Ամերիկա գնացել տուրի։ Հասկանում ես, կարա, դա իրավունքն է, ես Հայաստանի ստեղ եմ ծնվել, չեմ կարա, դու էլ կարաս գնաս։ Ահա։ Գնացի, որ նայեցի, շատ հետաքրքիր էր իմ համար, որ որտեղ այդ ամեն ինչը օրենքները ստեղծվում, ինչ որ որոշումներ կատարվում, իմ համար միշտ հետաքրքիր է, հեռուստացույցով միշտ նայում եմ, այտենց ուզում էի գնայի, խնդրեցի Ալենին, որ այդ խնդրանքս կատարի, ու շատ լավ էր։ Հետո ինչ որ լրագրողները գրում էին, որ բանը քաղաքական դաշտ դաշտ, մեկը գրել էր ազգային ժողով բարդակ են սարքել, բան, բայց բանը ես խելոք նստած էի։ Դաժե երկար թև էի հագել, որ դաջվածքներս չերևա, այդ ձեզ շնորհքով բան գնացել եք գրել էին բարդակ են, բայց որ իրար մեր են քֆրտում, այդ շշերով իրար են խփում բարդակ չի, ես գնացել եմ։ Իսկ Ալենի հետ մանկության ընկերներ եք։ Ալենի հետ շատ լավ ընկերներ ենք։ Գիտեք ինչ, մեր մարդ կա, որ սենց ալիքները, նույն իրար բռնում է, չէ, այդ մենք նույն տենց ալիքի վրա ենք ու բոլոր իմ ընկերները տենց են, այսինքն եթե դու էլ ընկերուհի ունես ու նույն ալիքի վրա չեք, այդ էներգիան չի ստացվում, կարաս իրան հարգես, սիրես, բայց այդ բանը, այդ vibe-ը չկա, էլի։ Չեք լողա իրար։ Հա, չեք լողա։ Ալենն է սիրում է մշակույթ, սիրում է շոու բիզնեսը, սիրում է երգը, երևի այդ է մեզ կապում։ Ու ես այդ քաղաքականության մեջ շատ չկամ, էլի, շատ սիրում եմ, որ մենակ հայրը լավն են, Պողոսը կանի, թե Պետրոսը կանի, բոլորի ցավն են տանեմ։ Նախկինը, ներկայա, թե ապագայա, որ գլոբալ այդ բանը միտքը, որ հայ է, ազգի բարելավման համար այս ամեն ինչը, ես կողմ եմ։ Այդ բաների մեջ շատ տենց չեմ խաղում։ Այսինքն բացառված է, որ մի օր սուպեր սակոն կհայտնվի քաղաքական դաշտում։ Գիտեք ինչ, դա բացառված չի, որովհետև քաղաքական ինչ որ չեմ ուզենա քաղաքական տենց քո ասած քաղաքական, բայց կուզենամ ինչ որ մի բանի մեջ մասնակցեմ, ինչ որ մի քաղաքը ավելի սիրունացնեմ, զարգացնեմ, չգիտեմ, դուրսն եմ ապրել շատ երկար ժամանակ, իսկ որ դուրսն ես ապրում, լիքը բաներ սովորում ես, չէ՞։ Մեր ամեն ինչն սովորում ենք ինչ որ մի ուրիշ տեղից կամ մի ուրիշ մեկից, չէ՞։ Գիրք գրողը կամ կարդացողը կամ ինչ որ գիտունիկը բան նայում ուրիշներից մոտիվացիա ստանում, ինչ որ իր բաներն ա գրում, չէ՞, նույն երգը մենք լսում ենք երաժշտություններ աշխարհի, մոտիվացիա է գալու, ասում ենք, էսի սենց կարանք նվագենք, էսի սենց կարա երգի։
մարդիկ տեսնում են աշխարհով ֆռում են, տեսնում են այսի ստեղ կարան կանենք։ Օրինակ, եթե սվետաֆորը բանը կանաչ լույս է տալի մեքենաները գնան, ձախ ընդեղից չի կարա մարդը անցնի, որովհետև ձախ թեքվողը ընդեղ մարդը անցնում, փողոցի մեջտեղ էլի կայնելու են, փագեն ու անիմա սենց խծանում ստեղծվի։ Այդպես բաներ սենց կարաս, օրինակ կարմիր լույսի տակ ես կուզենամ, որ բոլորը աջ կարողանան թեքվեն։ Եթե կարմիր է, աջ կարողանաս թեքվես, եթե ավտոմեքենա չկա գալը ծխից։ Սակո մի առիթով ասել ես, որ երազում ես աշխարհի ամենահարուստ մարդը դառնաս։ Հա, շատ կուզենամ։ Այդ երազանքը ուժի մեջ է։ Ահա, միշտ է ուժի մեջ, բայց դա շատ դժվար բան է։ Դա պիտի անմոռակային լինես Իլոն Մասկի նման։ Իսկ գումարը փոխեց Սուպեր Սակոյին։ Չէ, երբեք չի փոխա։ Երբեք չի փոխա, չի էլ փոխը։ Ես այսքան այնց մարդիկ գիտեն սենց, մենք այնց բախտենք, այնց բաներով ենք անցել, որ պապաս մի պերիոդ այնց վատ տեղեր հայտնվել ու մենք լույսի փող չունենք։ Մամաս մոմ էր վառում գիշերը, մինչև մյուս օրը տենայինք ինչ կարանք անենք, որ այդ վիճակից հելենք, մինչև պապան նորից հայտնվեր։ Տենց օրեր անցկացել ենք, ունեցել եմ։ Դրա համար հիմա, որ ես կարող եմ ամեն ինչ անեմ, ամեն ինչ առնեմ, իմ ուզածս ունենամ, իմ համար դա տենց լավ feeling է, լավ զգացմունք է, ու կուզենամ։ Ժպիտով եմ հիշում, հա, որտեվ դա է մեր համար լավը։ Այսինքն հիմիկվա լավը դու չես կարող գնահատես, եթե վատը չես անցել, վատը չես ապրել։ Ես վատը տեսել եմ, դրա համար լավը գնահատում եմ։ Ու դրա համար վատ ապրողին ուզում եմ ինչքան կարող օգնեմ, դրա համար եմ ուզում, բայց ավելի շատ կենթանիների համար եմ ուզում, որ կենթանիներին օգնեմ։ Մենք զրույցի սկզբում խոսեցինք հայրիկից, ասացիր, որ իր երազանքներ, որ տուն գնեի երեխաներիս համար։ Մի քիչ երեխաներից կպատմես, ինչով են զբաղվում, Հայաստանում լինում են։ Հայաստան շատ են սիրում, այս ամառ ուզեցա բերեի, բայց papayi մահ որ եղավ, չկարացա մի քիչ ուրիշ տենց սիտուացիա եղավ, մաման էլ չկարացավ գա, բայց ամառ ուզում եմ անպայման բերեմ։ Աղջիկս 14 տարեկան է, Ջիանան։ Ջիանան տենց չգիտեմ, թրջուն է, ազատ, ոնց լավն է, իր էներգիան, իր ժպիտը կարող մութ սենյակ մտնի ու լույս բերի։ Այդ ձևի։ Տղաս Լևոն 11 տարեկան է, ինքը ֆուտբոլի սիրահար է եւ գեյմինգի, այսինքն սա որ գեյմերի մեջ է, ուզում է տենց գեյմեր սարքի, խաղեր սարքի, մշակի, բաներ անի, բայց նույն ժամանակ շատ սիրիոզնի է տանում իր ֆուտբոլի կարիերան։ Հիմա ինքը գնում է Բարսելոնա, Բարսելոնայի մանկական կոմանդի մեջ է խաղում, տենց ամեն տարի գնալու է, մինչև տեսնենք բախտներ բերի, տենց ֆուտբոլիստ դառնա հայտնի, պապան էլ չաշխատի էլ։ Լևոն փաստորեն պապիկի անունն է կրում։ Այո, Լևոն պապիկի, հայկական տավանդական բանն էլի։ Բայց շատ սիրուն անուն է Լևոնը, մեր Լևոն թագավոր ունենք։ Առաջարկում եմ խաղ խաղանք, հետո նորից վերադառնանք։ Չինգաչունգ։ Ես առաջարկում եմ իրավիճակ, դու ասում ես եղել է թե չի եղել։ Սա եղել է։ Եղել է, որ հարցազրույցի ժամանակ խուսափել ես անկեղծ պատասխան տալ, բայց հետո զղջացել ես դրա համար։ Չէ։ Եղել է, որ երգ ես հորինել ժամանցի համար, բայց այն դարձել է հանրաճանաչ։ Այո։ Or why are you so beautiful? Տենց մի քանի հատ երգեր ունեն, որ շատ պոպուլար են դարել։ Էլովոնին, քեզպես է վաշակ ջանի, քաջեր ես սուրոն ենք։ Տաքսիի մեջ ենք հորին այդ երգը։ Եղել է, որ որոշես այլևս բեմ չբարձրանաս, փոխես ոլորտդ։ Այո։ Մի քանի անգամ ուզում եի անցնել, այն որ լիքը փողս ունենում, ասում ես լավ է։ Էլ չեմ երկելու։ Հետո սկսում ես անիմաս բաներ առնել, տենում ես փողերի կեսը չկա։ Ասում ես լավ, երկու հատ ամերիկան։ Այդ պերիոդն է, բայց հիմա ես վերջերս sense մտածում եմ, որ ավելի սկսեմ ուրիշ բաներ անել։ Սիրում, գիտես ինչ, ինքան մոտը sense բանը, sense զարթնել անշարժ գույքի մեջ, ուզում եմ տենց ինչ որ շինարարություններ անեմ, բաներ։ Հայաստանում թե։ Սկսել եմ սիրտել, կապ չունի որտեղ։ Բայց Հայաստանը հա ինչի՞ չէ։ Այսինքն Հայաստան շինարարություն
Այնքան կա որ չես կարող անես։ Իմաստ Դաժե չունի։ ուզենաս անես կռան չկա, որ պիտի սպասես։ Թաքնվել ես ու չես ցանկացել, որ որևէ մեկը փողոցում ճանաչի քեզ։ Հա, լիքը։ Միշտ ա լինում։ Շատ ա լինում։ Տարբեր պատճառների համար։ Պրոստը այդ օրը վատ օր ես ունենում կամ ինչ որ տենց քնջորոտ վիճակը ոչ թրաշված ճպրոտել ես։ Շնորհ հատ արագ մի բան անես։ Հետո գիտես ինչ ազատությունը որ կորցնում ես, որ հայտնի մարդ ես դեմքով ճանաչված, ազատությունը որ կորցնում ես, մեկ-մեկ շատ դեպրեսիոնի տենց օրեր ես ունենում, որ մտնում ես միտեղ ուզում ես պրոստը տակ մենակդ հաց ուտես ու կոմպլեքսավորում ես, որ հեսա այս մարդը կարծեն ես մարդը անկեր չունի, բան չունի, վայ նայեք մենակ նստե հաց հատում ինչ մեկ։ Ես ինձ եմ սիրում որ մենակ հաց եմ ուտում մեկ-մեկ։ Ես մտածում ես մեկ չէ ուզում մեկ-մեկ տենց մարդ կողքդ լինի, էլի անիմաստ հարցեր տա։ Չես։ Եղել է որ խանութ գնալիս մոռացել ես թե ինչ պետք է գնես։ Հա, միշտ ա տենց սիրում։ Բայց բոլորի համար չի տեն։ Դրա համար ցուցակ են կազմում։ Ձու, կարակ, չէ։ Խանութում կամ այլ հասարակական վայրում հայտնվել ես տհաճ իրավիճակում։ Հա, դες մարդիկ կան, չէ, ամեն մեկս ինչ որ մեկին ունենք, որ ֆշշնում ենք։ Մեկ են մարդուն կտենաս ու դες տահաճ իրավիճակ ստեղծում։ Հելի եղել է մի քանի անգամ։ Հա, կամ մեկին խաբել ես, ասես քաղաքում չեմ։ Ու հայտնվել ես դեմ դիմաց։ Դուք ասե բաչիմացար ինչ եղավ։ Ավտոն փչացավ, մենք ասենք լավ, աստուկո մեկ բաներ իշմարել։ Մեկին անտեղի վիրավորել ես, հետո զղջացել։ Հա, դա ամեն օր ալի։ Ամենաշատը Լիլիթին մենեջերս։ Լիլիթը մեզ հետ է տեսախցիկներից այն կողմ հետևում է մեզ։ Հա, տենց զայրանում ես, ինչ որ բաներ ես ասում, հետո փոշմանում ես, որ պետք չէ մի քիչ ավելի, բայց գիտես ինչ, հենց այդ է լավը, եթե մի հատ անթերի մարդ ցույց տաս, ես կասեմ մալադեց։ Բայց մենք մինչև մեր սխալներից չսովորենք, ոչ մեկ չի կարող դա սովորել։ Իրականում բանում ասում, խոսքի պլիտան միացած է լինում, դաժե երեխուն ասում ես մի ձեռ դուր կվառվի, ինքը պիտի վառի, որ սովորի։ Իսկ այդ մեր ամեն օրվա բանն է, դա ինքը դու քեզ է սովորացնում։ Դուետի ժամանակ վիճել եք ու կիսատ թողել համագործակցությունը։ Հա, լիքը։ Հենց խնդում այս վերջերս, հա։ Գիտեք ինչ, նայ, ես շատերին եմ օգնել, որ իրանց կարիերան ստացվի, բայց հետո որ իրանք մոռանում են, թե այդ ամեն ինչը իմ համար բանալ է, որ ասում է օթերը փակ չէ։ Նո, նայ, ես որ մեկի հետ երգ եմ անում, ինձնից ավելի փորձառու է, ավելի ինչ որ հայտնի է կամ հաջողություն ունեցել երկար տարիների փորձուն։ Ես իր ասածը հարգում եմ, կարծիքը հարգում եմ։ Օրինակ չի եղել մի օր ես Արմենչիկի հետ մի քանի հատ դուք երգ ենք արել, չի եղել մի օր որ ես որտեվ Արմենչիկը իմ համար լեգենդ է։ Ես խոսքի ոչ մի բան էի, Արմենչիկը 12 տարեկանից երգում էր, փող էր աշխատում, հասկանում ես։ Ես ոնց կարամ այդ մարդու ասածը ես չհարգեմ, հասկանում ես, ու նույն ժամանակ ինչ որ ես իմը պնդեմ առաջ տանում ու ասեմ չէ։ Ու այդ բանը պիտի հարգես, էլի, իսկ երբ որ մարդ այդ նույնը չի հարգում իմ մեջ, ես չգիտեմ, ամենաշատ պրասմոտոր կամ վաճառող կամ սթրիմինգ հայրի երգիչներից մեկը ես եմ, ու եթե ինչ որ մի հատ նոր երգչի հետ գործ ես անում կամ բան ու իրանք չեն քո կարծիքը հարգում կամ քո ասածը անում, դա մի քիչ ավելի վիրավորական է։ Ես նույն ժամանակ ես շատ եմ սիրում ջահելների կամ նոր սկզբի նոր այդեաներ, նոր մտքեր, շատ եմ հարգում ու ես չեմ ասում ես ամեն ինչ գիտեմ, բայց երբեմն լինում է բաներ, որ տենց ջոկում ես որ ես մարդը չէ քեզ չուզում։ Այդ դեպքում խզում ես կապի բոլոր միջոցները։ Չէ, ոչ թե վաձևով, ասում եմ, արի գիտես ինչ, արի в общем չանենք։ Դու ոնց որ անում ես շարունակի տենց։ Երևի քո համար է դա ճիշտը։ Բայց էս էլ իմ համար է տենց։
երգ ես ձայնագրել ու քեզ այնքան դուր չի եկել, որ թույլ չես տվել հրապարակել։ Հա, լիքը, դա լինում է։ Այդ լինում է ամեն ինչի մեջ, նկարիչն էլ կարա ինչ-որ մի բան նկարի ու չսիրի իր նկարածը ճղի գցի կամ ինչ-որ թազը սկսի։ Մեր համար էլ է լինում։ Ու կամ կան երգեր, որ լինում է ինչ-որ կրկնեքը շատ լավն է, հիշվող է բան, դնում ես միան ու տենց քնում է, էլի, ասում ես լավ, մի օր կանրադառնամ սրան։ Դրա համար մարդիկ երգիչներ, որ մահանում են, գնում են, ինչ-որ լավ երգեր են թողում ու իրանց մահանալուց հետո, հա, ես տենց մի 200 հատ երգ ունեմ։ Դաժե որ մեռնեմ, ինձ չեք փորձնել, էլի, անընդհատ կհելն եմ տենց։ Վերջին հարցը։ Խոստացել ես երեխաներին զբոսանքի տանել, բայց խոստումը չես կատարել։ Հա, դա լինում է տենց նամանավանդ մեր կյանքում, որ ասեն շատ զբաղված ենք լինում, օրինակ տղա ես կասեմ, այսինչ տեղին ենք գնալու ու ինչ-որ մի հատ կարևոր գործ է բացում, բայց միշտ ես տեղը հանում եմ։ Միշտ ես չեմ թողում ինքը տենց մի հատ նենց մի հատ ուրիշ ավելի լավ տեղ եմ տանում կամ ճամփորդ ենք գնում, տեղը հանում։ Տեղը լրացնում։ Հա, տեղը լրացնում։ Իսկ դու մարդկանց հեշտ ես վստահում, ընկերներ հեշտ ես ձեռք բերում։ Առաջ հա, հիմա ավելի ուրիշ ձև եմ նայում, ուրիշ էլի գնում ենք վերադառնում ենք պապային, որ պապան միշտ ինքը ասում էր ընկերներ չունես։ Ընկերները պիտի լինեն մի ձեռիդ մատերի չափ։ Այսինքն ընկերը ես համարում եմ, գիտես ով է իմ ընկերը, ով տանս տեղը գիտի, ով գալիս է իմ տուն կամ ինձ հրավիրում է իր տուն։ Ոչ թե որ ես հայտնի եմ սուպեր հագնում եմ համեցեք, չէ, այն որ կարանամ մտնեմ պրոստը ստրեսֆուլ օր եմ տանում, մտնեմ այդ տան մեջ ես հանգիստ զգամ ինձ, դա ինձ ընկերը կամ մեկին որ զանգես ինչ-որ մի բան պետք լինի, ասես շատ ինձի վռազ հիմա $20,000 փող է պետք։ Ու իրանք պատճառներ բան չանեն, դաժե չունենա այդ հաճարի, այդ ընկերը։ Իսկ երբ հիասթափվում ես, խզում ես կապերը, թե փորձում ես ինչ-որ շանս տալ մարդուն։ Սխալը ուղղելու։ Առաջ անընդհատ էի շանս տալի ու պարզում էր, որ սխալ եմ անում, բայց հիմա գիտես ինչա, ասում եմ լավն եմ մենակ ամենում իր համար, բայց էլ իմս չես դու, հասկանում ես իմս չես, բայց որ իմն ես լինում, աշխարհը կքանդեմ քո համար, ամեն մարդու կզանգի եմ, պետք լինի սենց չանգռելով սենց կհասնեմ, որ քեզ օգնեմ, բայց որ էլ իմս չես, այդ հիասթափությունը, որ մի անգամ ապրում եմ, էլ չեմ կարող այդ հետ բերեմ։ Եթե զրոյից սկսեիր ամեն ինչ, ինչը չէիր անի։ Եթե զրոյից Երբ նայում ես անցած ճանապարհդ, կարիերատ, մարդկանց հետ շփումները։ Ամեն վատ բանից մի լավ բան հելելա, չէ։ Լուրջ եմ ասում, խոսքի կարա լինի էդի վատ բիզնես, ինչ-որ մի հատ լավ մարդու հետ ես ծանոթացել, որ քեզի փորձել է օգնես, ու այդտեղից ընկերություն ասկսե, կամ ամեն մի վատ հարաբերությունից ինչ-որ մի հատ լավ բան ծանոթություն ա եղել, կամ չստացված ինչ-որ ամուսնությունից, լավ երեխեք, կամ տենց, չես կարա գնաս ու ինչ-որ էդի սխալ բան է, որ ուզենաս զրոյից սկսես ու մի բան, որ ես նորից ծնվեի, նորից շանս ունենայի կյանք ապրել, նույն ամեն ինչը կանեի, ինչ-որ նույն սխալները կանեի ամեն ինչը, մենակ մի բանը կուզենայի փոխեի, որ չէի ուզենա մորս այդքան ցավացնեի։ Դե հիմա կարող ես այնքան չար եմ եղել, որ մամաս փոքր տարիքում։ Հա, փոքր տենց 13-ից մինչև 20 քանի շատ ահավոր եմ եղել, ինչ ասես իմ ձեռով անցել են իրանք։ Վտանգավոր երեխա ես եղել։ Վտանգավոր թեմա, անոնց թեմա էր։ Տենց հայ, մենակ էդի, չէ ուզենա մամային այդքան ցավացնեի։ Գիտես, մեր հաղորդման ժամանակ կարմիր գծի նման ոնց որ անցնի, բոլոր հյուրերը անդրադառնում են, որ երբ նախկինում չեն գնահատել, կորցնելուց հետո են գնահատում, այ դու հայրիկիդ նկատմամբ զգում ես դա, որ երբ կողքի տա չես գնահատում։ Չէ, ես միշտ հայրիկից գնահատել եմ։ Մենակ մի բանը այն է, որ միշտ կորցնելուց հետո ես ասում, որ Երանի ավելի կարանայի ժամանակ անցկացնեի հետը։
Այ հենց դա։ Հա։ Էդի բանը, բնական բան է, հասկանում եք, էդի դաժե ձեր մի հատ լավ հարևանել ես, որ կորցնում ես, ասում ես, ինչ ափսոս, ինչ լավ մարդ էր։ Ու հետո միտքդ բան ես անում, ասում ես մի քիչ ավելի շատ նստեի հետ զրույց անեի, հա, էդի նատուրալ բան է, բայց մեր կյանքի ամենավարորյան հենց բարդ բաների մեջով ենք անցնում, որ դաժե մեկ օրվա ժամերը չի հերիքում քեզ, որ հələ որ ուրիշին տրամադրես։ Սա քո բժիշկները 6 ամիս կյանք էին, չէ, խոստացել, բայց դու հրաժարվեցիր, վիրահատություն չուզեցիր հայրիկի համար։ Ինչն էր պատճառը։ Չէի ուզում տանջեի իրան։ Չէի ուզում տանջեի իրան։ Իրանք մի քանի անգամ եղավ, որ կովիդից հետո papan սկսեց առողջական ավելի վատ գնա, տենց վատ գնա։ Մի քանի անգամ զանգեցին, ասեցին, որ եկեք հրաժեշտ տվեք հիվանդանոցում էր։ Տենց սաղ պանիկայի մեջ, մաման լացուկոտ, ես ուրիշ նահանգում էի, տենց շուտ հասել եմ, որ գնամ հիվանդանոց, ու երրորդ օրը papayi հետ կազինոյում նստած մեքենայի վրա բան էինք խաղում։ Տենց մի քանի անգամ եղել է, ու գիտեք ինչ, արդեն սովորել էինք ոնց որ papan գնում է հիվանդանոց, մի հատ դզում փչում են, հետա գալի տուն։ Մենք գիտեինք տենց է լինելու էլի, որտեղ շատ անգամներ տենց էր, բայց այս անգամ բժիշկը հելավ ասեց, չէ, ասեց իսկականից շատ վատ է ու երկու քրերս Անի Լիլիթի հետ խոսացինք, մամային շատ այս ամեն ինչի մեջ չմցրեցինք, մաման շատ էմոցիոնալ էր ու քրերով ես ու քրերս որոշեցինք, որ ոչ մի բան չանենք, ոչ մի ձևի, այսինքն մեքենայով արհեստական բան, ուզեցանք ինքը հանգիստ լինի, հանգիստ հրաժեշտ տանք ու խնդրեցի, որ բոլորը, այդ վերջի ժամը բոլորը դաժե քրերս լքեն սենյակը ու ես հորս հետ մնացի ու ձերը բռնած աղոթեցի ու ասեցի, որ գնա։ Ինքը հանգիստ գնաց ու ես ուրախ էի։ Գիտեմ, որ շոու բիզնեսում բավական բարդ է շփումը մարդկանց հետ, դու պիտի կամ ասես քո իրական կարծիքը կամ լռես։ Շատ հաճախ դու նախընտրում ես ճիշտը ասել մարդու դեմքին, հետո կորցնել ինչ որ չափով, հիասթափեցնել, թե ասել մի բան, որը իրան ավելի հաճելի կլինի։ Ճիշտը է դա, որ դեմքին ասես։ Բայց ես փորձում եմ ավելի շատ մարդկանց չվիրավորեմ, որովհետև ամեն մարդ տենց է ընդունում, չէ՞, ինչ որ մի բանը, որ ասում ես, որը որ ճիշտն է, ինքը վիրավորական է ընդունում։ Փորձում եմ տենց ասեմ, լավ, Աստված քո հետ։ Ու ես ինքս ինձ արդեն դիստանցիա տամ։ Ինքը այդքանը կզգա, թե չի զգա, դա արդեն իր գործն է։ Բայց դեմքին ասելուց էդի արդեն որ ամեն մեկս ասում են, քեզ ստեղս էր հասե, այդ վախտամ ես ասում, բայց որ ասում, ինձ լավ եմ ասում։ Բայց առհասարակ կյանքում այդտենց բնավորություն ունես, ավելի շատ սիրում ես ասել։ Չէ, չեմ ասում։ Փակվում եմ։ Ու չգիտեմ խի։ Ու ես իմ բանը հոգեբանի հետ որ խոսում էի, միշտ էս բաների մասին էի խոսում, որ ասում էր պիտի ավելի կոմունիկացիա մարդկանց հետ ավելի շատ տենց հեշտ լինի խոսած, ես այդ չեմ սիրում շատ։ Չգիտեմ, երևի մարդկանց չեմ ուզում վիրավորեմ, դրանից շատ են մարդիկ կարում ցավը, որ զգում եմ արդեն ինձ պիտի ցավացնեն, տորմոզ եմ տալի, հեռանում եմ։ Արի, եթե դեմ չես, ամփոփենք 2025 թվականը ու ասես ինչ սպասելիքներ, նոր գաղափարներ ունես 2026-ի համար։
Սպասելիքն է, այն որ բանը ամերիկացին այնտեղ ասում են New Year's resolution, նոր տարվա այդ բաները դեն որ պլանները, չէ, ես ուզում եմ ավելի տենց առողջ լինեմ, այս տարի ավելի շատ բիզնեսները մեր զարգացնեմ, ես Ամերիկայում ունեմ ոնց են ասում ալկոհոլի եւ բանի կոռեկտ ձևը ոնց է նարկոման որ թմրանին ու օգտագործողների կենտրոն ունենք եւ փորձում ենք բուժենք եւ բուժում ենք լիքան մարդկանց ովքեր կախվածություն ունեն կախվածությունների բուժման կենտրոն այո ես չգիտեի այս 2 տարի է արդեն Ունենց լավ զգացմունք է, երբ որ տեսնում ես մեկը մոտդ եկել է, որ ինքը արդեն 0-ի է հասել, իր կյանքի այդ լիմիտը, որ արդեն էլ տեղ չունի իջնելու, ինքը այդ ամենացածր իր կյանքի այդ վաղտ գալիս է քո մոտ ու դու կարող ես իրան բարձրացնես, որ իր կյանքը փոխես ու իրան երկրորդ շանս տաս, դրանից լավ զգացմունք չկա ունենց հպարտ եմ իմ հետ իմ պարտները իմ բարեկամ ավելի շատ քուր Սոնանա որ ինքը պսիխոլոգ է ունենց լավ ով գալիս է իրան այնքան է սիրում այնքան հեշտ է իր հետ խոսալը իմ համար էլ է հեշտ որ արդեն ես որ ինչ որ մի ստրեսֆուլ օր եմ տանում կամ մի հատ ինչ որ խնդրի դիմաց եմ կանգնում զանգում եմ Սոնային ասում եմ Սոն սրա լուծում ինչ Դեռ չեմ հավատում խնդրի, հավատում եմ լուծումների։ Մեր հաղորդման գործընկեր She Beauty սրահի կողմից քեզ ուզում եմ նվեր քարտ տրամադրել։ Հա, ես լրիվ She Beauty-ն եմ։ Կարող ես սպասարկվել շատ հետաքրքիր եւ հաճելի մթնոլորտում։ Մեջը ինձ մի բան կա։ Կարող ես ուրիշին նվիրել։ Հա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Մերսի, ավել պակասի համար կներեք։ Հաղորդման գործընկերն է She Beauty գեղեցկության սրահը, հասցե կորյունի 10, հեռախոս 091 20 82 56։ Հաղորդման վերջում էլի մեկ անֆիլտր լուսանկար միասին։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք Սուպեր Սակոյի հետ, կհանդիպենք արդեն 2026 թվականին։